Գողթ համայնքում վարդի արտադրությամբ զբաղվող ջերմոցային տնտեսության հիմնադիրը պատմում է, որ 2016-ին աճեցրել են մոտ 19 միլիոն վարդ։ Հունվարի 1-ից գազի գինը նվազեցնելուց հետո Մարկոս Ղարիբյանն այժմ մտադիր է ավելացնել արտադրությունը։ Մենք եթե նորից 15 հեկտար մտածում ենք ընդլայնենք, ծրագիր է, որը կբերի մոտավորապես 20-22% ինքնարժեքի իջեցմանը։ Մարկոսի ջերմատան վարդերի արտադրության ինքնարժեքի 50%-ը գազի սպառումն է։ Կապույտ վառելիքի գնի իջեցումը վարդերի ինքնարժեքը կնվազեցնի 5-ից 6%-ով։ Շատ կարևոր է գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, էներգակիրները կազմում են ջերմոցային տնտեսություններում մոտավորապես 50%-ը եւ գազի սակագինը իջացնելով մոտավորապես կարծում եմ 5-ից 6% ինքնարժեքի նվազեցմանը կբերի։ Գյուղատնտեսության նախարարն այցելել է մի քանի ջերմոցային տնտեսություններ։ Նոր Գեղի համայնքում ջերմոցների արտադրանքի մոտ 90%-ն արտահանվում է Ռուսաստան։ Լոլիկի բերքատվությունն այստեղ 1 քառակուսի մետրից մոտ 52 կիլոգրամ է։ Համախառն բերքը տարեկան մոտ 1900 տոննա է։ Գազի գնի իջեցումն այստեղ էլ նոր ներդրումների հնարավորություն է ստեղծել։ Հունվարի 1-ից է մտել սակագինը ուժի մեջ, բայց այսօր արդեն կան ջերմատներ, որոնք հաշվարկել են եւ բնական է դրական ազդեցություն տալիս է, ազատ շրջանառու միջոցներ է տալիս ջերմատներին, որպեսզի կարողանան թե այս սեզոնին, երբ որ շատ են գազ սպառում եւ թե այն ժամանակաշրջանում, երբ որ քիչ են սպառում, կարողանան այդ միջոցները օգտագործեն ավելի արդյունավետ։ Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով, գազի գնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը եւ չաշխատող ջերմոցների վերագործարկմանը։ Գազի գինը, որ իջանացավ, բոլորը կսկսեն աշխատացնել իրենց ջերմատները։ Նախաձեռնող խումբ է ստեղծվել մեր մոտ, որ մենք ուզում ենք Հայաստանը սարքել ջերմատնային ինդուստրիալ երկիր։ Այսինքն մենք մեր կոնստրուկցիան արտադրենք, մեր տեխնոլոգիաները արտադրենք, այդինքն հովացման, ջերուսման համակարգերը, մեր տնկանյութը, մեր սերմը։ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է պետության աջակցությունը ջերմոցային տնտեսություններին։ Ջերմատների մասնագետների վերապատրաստմանը կաջակցեն Համաշխարհային բանկն ու ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։